պարզվում է, վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէ, թե որ ընկերությունն է Ադրբեջանով Հայաստան ներկրում ցորեն Ռուսաստանից եւ Ղազախստանից։ Նաեւ չգիտի ինչքան է վճարվում Ադրբեջանին տրանզիտային ուղու համար։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Փաշինյանը նշել է, որ այս հարցերի պատասխանը կարող ենք ստանալ կառավարության մամուլի ծառայությունից։ Ճեպազրույցի ժամանակ վարչապետը անդրադարձել է նաեւ այլ թեմաներից, սակայն նախ փորձենք հասկանալ, ինչ մանրամասներին է նա տիրապետում եւ շարունակենք։ Դրանից հետո պարզվեց, որ Ադրբեջանը նման հնարավորություն տալիս է նաև Ռուսաստանից եկող գնացքներին եւ հիմա Ռուսաստանից որոշակի ապրանքախմբերի այդ ճանապարհով Հայաստան արտահանելու վերաբերյալ ես գիտեմ, որ հայտեր են գեներացվում եւ ըստ էության ստացվում է, որ հոսքերը սկսում են վերադասավորվել եւ Ադրբեջանով Հայաստան հասնելու համար եւ մինչդեռ Ղազախստանի ի սկզբանե նախատեսված շարժակազմը դեռ տեղ չի հասել, այսինքն մինչեւ հիմնական առիթ հանդիսացած շարժակազմը տեղ հասնի, դրանից առաջ ենթադրում եմ, որ գուցե թե էլի շարժակազմեր լինել, նկատի ունեմ իրավիճակը անդադ փոխվում է, որովհետեւ նորանոր հայտեր են առաջանում, հիմա պետք է նաեւ գործնականում պարզվի, թե արդյոք հակառակ ուղղությամբ էլ ապրանքներ ինչպես են հոսելու, այսինքն Հայաստանից, Վրաստանով, Ադրբեջանով դեպի Ռուսաստան կամ Ղազախստան կամ այլ երկրներ եւ համոզված եմ, որ ժամանակի ընթացած տեղեկատվությունը հանրությունը այդ տեղեկատվությունը կիմանա եւ ես կարծում եմ, որ իրոք շատ մեծ եւ կարեւոր իրադարձություն է տեղի ունեցել եւ պիտի իմ գոհունակությունը կրկին արտահայտեմ դրա վերաբերյալ եւս մեկ անգամ արտահայտեմ մեր պատրաստակամությունը Մարգարակորնիձոր եւ հակառակ երթուղով ապահովել թուրքական եւ ադրբեջանական բեռնատարների անցումը Թուրքիայից Ադրբեջան եւ Ադրբեջանից Թուրքիա։